Ուզում եմ ընտրությունների կարևոր բան ասեմ։ Կեղծ գաղափարներով մարդ ինքը լիդերը ընկնում է ներքև։ Բազմապատիկներ անգամ ավել պետքա նորմալ իշխանությունը աներ ձեր համար, որի մասին դուք նույնիսկ տեղյակ չեք, թե ինչ է հնարավոր անել։ Ընտրությունը ինքը քաղաքական վայրենացման որպես հիվանդության սրացում է։ Այստեղ շրջված խաչը հենց այդ ընտրական իրավունքի միջոցով ժողովրդին իրենք ամբողջ են դարձրել։ Ոչ մեկը ձեր ասած ուժերից ինքը կոնցեպտուալ լուծում տվող չի։ Կոչվում է պարլամենտի դեգրադացիան։ Ուժերին պետքա մեր տարածքը։ Պատրվակ գաղափար Հայաստանը երկու պետության հանձնելու։ Սադրելու է ամեն ինչ, որ Ռուսաստանը սկզբից անի վնաս պատճառի իր ներքին օրենսդրությունը փոխելով հայերի նկատմամբ, այս անձը հանձնարարել է, որ կանխիկ դրամը պետք է հանի։ Դուք իրավունք չունեք 16 տարեկան երեխային պարտադրել ID քարտեր։ Ակտիվ եղեք, որ այս մարդու իշխանությունը չվերարտադրվի, դա կլինի աղետ Հայաստանի համար։ Բարև ձեզ, սա Live Armenia YouTube-յան ալիքն է։ Եթե ուզում եք նպաստել մեր ալիքի զարգացմանը, ապա կարող եք միանալ մեր Patreon-ին, որի QR կոդը տեսնում եք ձեր էկրաններին։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։ Մեծ սիրով ներկայացնում եմ մեր այսօրվա հյուրին, Վերելք ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Սասուն Սարիբեկյան։ Բարև ձեզ, բարև եք եկել, պարոն Սարիբեկյան։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերելու համար։ Մենք էլ ենք շնորհակալ։ Ցենց բուրըն նախընտրական զարգացումներ են, քարոզարշավի պաշտոնական ընթացքի մեջ ենք, ասացեք, խնդրեմ, նախ հետևում եք քարոզարշավին եւ ինչ կասեք առասարակ տեխնացուների այս ողջ գործընթացի մասին եւ առասարակ կարեւոր ինչ իրողություններ կան, հա, մեր երկրի այսօրվա վիճակի եւ մասնավորապես ընտրությունների մասին ձեր կարծիքով։ Շնորհակալություն։ Ուրեմն, ինչպես մենք տեսնում ենք, այս վերջին մոտավորապես 30 տարիների ընթացքում մենք անընդհատ ընդհանրապես չենք կարողանում խնդիրներ լուծել, մենք չենք կարողանում խնդիրներ կանխարգելել, մենք անընդհատ վազում ենք խնդիրների հետևից կամ լավագույն դեպքում ուղեկցում ենք խնդիրներին։ Եվ սա ունի իր պատճառները եւ սա ակնհայտ երևում է նաեւ այս քարոզարշավում քաղաքական գործիչների, լիդերի, այսպես ասած, հավակնություն ունեցողների խոսքում, վարվելակերպում, գործունեությունում եւ ընդհանրապես կենսագործունեությունում եւ եթե մենք նայենք ընդհանրապես խնդիրների լուծման տեսանկյունից, թե ինչ են այդ մարդիկ ինչպիսի մոտեցում ունեն, ուղղակի ինքը որպես կառուցվածքի խնդրի վերաբերմունք գոյություն չունի տեխնացուների մոտ, հատվածական է։ Այսինքն ինքը ընդհանրապես ընկալումը իրականության հայեցակարգային ընկալումը չկա, որ վերցնես, այսինքն ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է մեր այսօրվա իրականության ամբողջ պատճառականության սկզբնաղբյուրների, սկզբունքների, մտադրությունների այն համակարգը, ինչի հիման վրա, ինչի արդյունքում մենք հայտնվել ենք այս վիճակում, դրա մասին այդ համակարգային մոտեցում, համակարգային պատկերացումներ չկա։ Բացի այն, իհարկե այդ չլինելու արդյունքում նաև խնդրի լուծման, խնդրի նկատմամբ վերաբերմունքի կուլտուրա չկա։ Այսինքն մարդիկ չեն հասկանում, որ եթե իրենք ուզում են խնդրեմ լուծել, իրենք պետք է իմանան ինչ է նշանակում խնդրեմ լուծել, ինչ է նշանակում խնդրի դրվածք, այսինքն պետք է խնդրեմը մենք ճիշտ ձևակերպենք, խնդրեմը հիմնավորենք, խնդրեմը գնահատենք, կառուցվածքավորենք եւ գնահատման եւ կառուցվածքավորման մեջ է խնդիրների լուծման հնարավորությունը, այսինքն այն գլխավոր խնդիրների ծառի, խնդիրների ցուցակի հաջորդական ճիշտ որոշման, դրանց լուծման հնարավորությունների գնահատականի եւ այլն։ Եվ եթե նայում ենք, այսպես ասած, այդ քաղաքական լիդեր իրենց ներկայացնողներին, հայտ ներկայացնողներին, ապա այստեղ տեսնում ենք, որ իրենք, եթե դուք նայեք, լիդերների հատկանիշներ գոյություն ունեն, ընդհանրապես կախված դետալացման սկզբունքից մոտորապես 40-ի կարգի այդպես հատկանիշներ կան։ Այնտեղ կան 4 չափազանց կարևոր հատկանիշներ, որ եթե այդ տվյալ երկրի կառավարիչը կամ կառավարիչ լինելու հայտ ներկայացնող անձը ինքը չունի, այդ երկիրը չի կարող հաջողություններ ունենալ, որոնք են դրանք։
Դա եւ որոնք չկան, ես չեմ տեսնում տեխնացուներից ոչ մեկի մոտ հետեւյալն է, դա հատուկ գիտելիքն է, առանձնահատուկ գիտելիքն է։ Առանձնահատուկ գիտելիքի մեջ կան գիտելիքի հատվածներ, կա իմացություն, որը ստանում են բուհից, եւ կա իմացություն, որ չի տրվում բուհերում եւ թաքցված է հատուկ այդ գիտելիքները։ Բայց պետության խորքային ամբողջ այդ խնդիրներ ստեղծող գործընթացների մասին պատկերացումները տալիս է այդ հատուկ գիտելիքը։ Ես հիմա հատուկ գիտելիքին վերաբերող մի երկու փաստաթուղթ կներկայացնեմ։ Հատուկ գիտելիք, որը բուհում չի տրվում։ Այո, իհարկե, թաքցված է եւ այդպիսի գիտելիքներ թաքցված է եւ քաղաքագետ մասնագիտության եւ իրավագետների մոտ եւ սոցիոլոգների մոտ, հատկապես հասարակագիտական թևի այդ բլոկի ուրեմն համար թաքցված է դա։ Երկրորդը դա ուրեմն համալիր փոխադարձ կապերի ըմբռնողականությունն է, այսինքն պատճառների, պատճառականության իմացության հիման վրա, որը տալիս է հատուկ գիտելիքը, մարդու մոտ արդեն պատկերացումներ է սկսում ձևավորվել այդ համալիրային փոխադարձ կապերի եւ իրեն կողմից դա հասկանալը հնարավորություն է տալիս մյուս աշճանի պահանջի կատարմանը։ Իսկ մյուս աշճանի պահանջը որն է, դա արդեն հեռանկարի տեսունակությունն է։ Այսինքն մարդը ինքը պետքա տեսնի, եթե երկիր է ուզում փոխի, իր երկրի հեռանկարի տեսունակություն, դա երկու իմաստ ունի։ Մեկը դա այն իմաստն է, որ այսպես այս գործոնների պարագայում եւ ակնհայտ ավելացվող գործոնների պարագայում ինչ իրավիճակ կստեղծվի 5 տարի հետո, 1 տարի հետո, 10 տարի հետո եւ այլն։ Դա հեռանկարի տեսունակությունն է որոնողական կանխատեսման մակարդակում, այսինքն ես որոնում եմ ինչ պետքա լինի այս գործոնների պահպանման եւ ակնհայտ գործոնների ավելացման դեպքում, որ պետքա հաստատ ավելանան։ Եվ երկրորդ մոտեցումը դա հեռանկարի տեսունակությունն է, որը նորմատիվային կանխատեսման մակարդակում, այսինքն ես ինչպիսին եմ ուզում իմ երկիրը լինի եւ այսինքն կոնկրետ արժեքին մեր գերագույն կոնկրետ մեր երկրի հետ կապված մեր գերագույն արժեքներին վերաբերող ինչ որ վիճակ եմ ես ուզում տեսնեմ։ Օրինակ ուզում եմ կոպիտ ասած մեր ժողովրդի բարեկեցությունը բարձրացնեմ, ուզում եմ մեր ազգային արժեքների անվտանգության ապահովումն իրականացնեմ, ուզում եմ երկիրը զարգացնեմ, հայրենատիրություն իրականացվի Հայաստանում, հայրենադարձություն եւ այլ։ Եվ այդ ամեն ինչի համար կոպիտ եմ շատ ասում, որ հասկանալի լինի, ինքը ավելի այդ հեռանկարի համար, այդ կոնկրետ խնդիրները մեծ խնդրի լուծման ձևակերպում տալով ինչ եմ ես ուզում, ինչ գործոններ են պակասում, որպեսզի ես դրան հասնեմ, այդ գործոնները ֆիքսելով, այդ գործոնները ստեղծելու պայմանների հնարավորությունները գնահատելով եւ ուղղությունները նշելով, այսինքն դա այդ հեռանկարի տեսունակությունն է, այսինքն ես պետք է հասկանամ իմ ուզած նորմը, իմ ուզած գլոբալ արժեքը, գլոբալ վիճակը, լավագույն վիճակը, որը ես ուզում եմ հասնեմ, դա որ վիճակն է, ինչքան ժամանակ հետո եմ ես դա ուզում անեմ, ինչ գործոններ պետք է լինեն, որ ինչ գործոններ չկան, ինչպես պետք է ստեղծեմ, ինչ ճանապարհով։ Հիմա մեր տեխնացուները չունեն այդ ինչպես պետք է գնամ, հայեցակարգային մակարդակում, հայեցակարգային ռազմավարական տեսլականում չկան, ինչի համար չկան, եւ չորրորդն էլ ասեմ, նոր կվերադառնամ, եւ չորրորդը այդ ամեն ինչի իմացությամբ դեպի արդյունքը կողմնորոշվածությունն է տվյալ լիդերի։ Այնտեղ կան նաև կարևոր հատկանիշներ, անկախությունը լիդերի, մաքրությունը եւ այլ տարբեր հատկանիշներ կան, փորձառություն եւ այլ, մարդկանց մեջ կադրեր ճիշտ ընտրելու կարողություն եւ այլ, բայց եթե սկզբից ի սկզբանե գոյություն չունի հատուկ գիտելիքը, թերանում է, ինքը արդեն չի պատկերացնում այն վիճակը, այն վատ վիճակը, որը ստեղծվել է երկրում, այդ վիճակը վերափոխելու, լավը դարձնելու, համակարգ ստեղծելու, համակարգային միջոցառումներ ձեռնարկելու մասին ինքը չի կարող պատկերացում ունենալ։ Հիմա իմ խնդիրը ես հասկանում եմ, որ հիմա նախընտրական շրջան է։ Եվ ես պետք է խոսեմ նախընտրական շրջանում կոնկրետ քայլի մասին, մարդիկ սպասում են ինչ-որ մեկին ընտրելու մասին, բայց հիմա ես այն ինչ-որ կներկայացնեմ հիմա, ես ներկայացնում եմ ընդհանուր մեր երկրի վիճակը գլոբալ առումով փոխելու տեսանկյունից։ Եվ դրա համար
որովհետև ես իմ անձնական ուրեմն կարծիքն ունեմ ընտրությունների արդյունքների վերաբերյալ եւ այս հաղորդումը, այս խոսքը ես կառուցում եմ եւ մատուցում եմ հաշվի առնելով ոչ միայն այս ընտրական այս կոնկրետ այս գործողությունները անհրաժեշտ, այլ նաեւ հետընտրական այն իրողությունները, որ պետք է լինեն եւ ես ուզում եմ մարդիկ այս իմ խոսքի հիման վրա այն ինչ որ հիմա ես կներկայացնեմ նայեն ընտրությունների ընդհանուր վիճակին, այդ ընտանեկան քաշքշոցին եւ այլը եւ նախընտրական այդ process-ներին եւ իրենք հետո այս ամեն ինչը հիշելով արդեն կամած 1-2 քայլ իրար վրա գործողություններ իրար հաջորդելով իրենք գալու են այն եզրակացությանը, որը ես հիմա կներկայացնեմ։ Պարոն Սարգսյան, ինչու եք վստահ, որ հետընտրական զարգացումներ են ելնելու։ Հիմա խնդիրը այս հետընտրական զարգացումը չի։ Ես ուզում եմ Իսկ ամեն ինչ հունիսի 7-ով չի ավարտվելու։ Ոչ։ Հիմա ես կարճ ասեմ, որ Հայաստանում մշտական իշխանությունը ձևավորվելու է ոչ այս ընտրություններով, բայց ես չեմ ուզում հիմա ծավալվեմ այդ թեմայով, ես ուզում եմ մարդկանց բացատրեմ, որ մարդիկ հասկանան, ինչի մեջ ենք մենք հիմա եւ այն համաժողովրդական, այսպես ասած, համահասարակական խեղկատակությունը, որի մեջ մեզ մցրել են, ով է մցրել, ինչի է մցրել եւ ինչ նպատակներ է հետապնդում։ Համեցեք։ Եվ այսինքն այս 4 կարևորագույն հատկանիշների մեջ հատուկ գիտելիքի հետ կապված ես ուզում եմ ուրեմն ներկայացնեմ մի բան դրա բացակայության պատճառով մենք ինչ վիճակում են եւ մեր քաղաքական այսպես ասած առաջնորդները, որոնք իրենց տեխնացությունն են տվել եւ ընդհանրապես աշխարհում քաղաքական առաջնորդները վերջերս ընդամենը մոտավորապես 1 ամիս առաջ Լոնդոնի Վատերլոուի հրապարակում կանգնեցվեց մի այսպիսի արձան։ Բենքսի անունով մի քանդակագործ, նկարիչ, նաև ինքը կանգնեցնում է այս արձանը։ Սա ինչ արձան է։ Սա պատահական չի կանգնեցվել։ Սա ժողովուրդներին մարդկային քաղաքակրթությունը ծաղրանք, քաղաքակրթությանը ծաղրանք է։ Ինչ է սա նշանակում։ Սա քաղաքական գործիչն է, գեղեցիկ հագնված, ձեռքին բռնած ուրեմն դրոշակ, այդ դրոշակը ընդհանրապես ինչ է նշանակում։ Դրոշակը ավելի մեծ նկար է ցույց տամ։ Դրոշակը նշանակում է գաղափարներ, նպատակներ, գաղափարներ, սկզբունքներ։ Այդ դրոշակը փակել է այս մարդու աչքերը։ Եվ այս մարդը չի տեսնում ինքը ուր է գնում, եւ եթե ուշադիր նայեք, իր ոտքը արդեն ընկնում է ներքև եւ մարդիկ ներքևից հենց հետարքիրային, որ ես հատուկ ես նկարն եմ վերցրել, որ մարդիկ նայում են վերև։ Այսինքն իրենց հպարտությամբ քայլող դրոշակը վերցրած բանը, այսպես ասած կեղծ գաղափարներով մարդ ինքը լիդերը ընկնում է ներքև։ Եվ ինչ է սա իրենից ներկայացնում։ Բացեմ սրա իմաստը։ Այսինքն ընկնում է անդունդը։ Ժողովուրդներին էլ հետը տանելով։ Եթե դուք հիմա հարցնեք տարբեր քաղաքագետների, իրավագետների, սոցիոլոգներ եւ այլ տարբեր մասնագետներ հասարակագիտական թևի եւ ընդհանրապես տարբեր ոլորտ դուք ձեզ հարցնեք Հայաստանում ինչ իշխանության տիպեր կան։ Ձեզ կասեն օրենսդիր իշխանություն, գործադիր իշխանություն, դատական իշխանություն, վերջում էլ կասեն լրատվամիջոցները որպես 4-րդ իշխանություն, ես ձեզ ասեմ նաև որ աշխարհում ասում են նաև 4-րդ իշխանության մեջ անկախ ուղեղային կենտրոնները, բայց հարցը դա չի։ Հայաստանում մեր այս մարդկանց իմացած իշխանության տիպերից բացի կա 2 իշխանություն։ Հենց հիմա Հայաստանում։ Եվ դա այդ հատուկ գիտելիքի բացակայության արդյունքում է, որ մարդիկ չգիտեն։ Մեկը դա օրենսդիր իշխանությունից վերև գաղափարախոսական իշխանություն է կոչվում եւ դրանից վերև կոչվում է գլոբալ վերպետական հայեցակարգային իշխանություն։ Դրանք կառույցներ են։ Ասեմ ինչա։ Ուրեմն գլոբալ ինչի գլոբալ վերպետական, որովհետեւ կան վերպետական ստրուկտուրաներ, որոնք գլոբալ չեն։ Եվ օրինակ ենթադրենք դա Եվրամիությունը ինքը վերպետական ստրուկտուրա է, գլոբալի վերպետական իշխանությանը ենթակա, ես ուզում եմ հատուկ սա հիշեք։ Եվրամիությունը հատուկ ստեղծված է, գլոբալ վերպետական իշխանությանը ենթակա կառույց կոնկրետ ֆունկցիաներ կատարելու համար, բայց հիմա խոսքը դրա մասին չի, դա առանձին թեմա է։ Գլոբալ վերպետական հայեցակարգային իշխանությունը ունի 2 իմաստ։ Մեկը դա կոնցեպտն է,
հայեցակարգն է, դա գերագույն իշխանությունն է, աշխարհին պարտադրված, նաև մեզ պարտադրված ժողովրդավարության դրոշակի ներքո։ Նաև վերպետական գլոբալ հայեցակարգային իշխանություն ասելով հասկացվում է նաև այդ հայեցակարգը գրողների եւ այդ հայեցակարգով կոնկրետ խմբերի, ուրեմն նպատակների իրականացում, այսինքն խմբերն են դրանք, մարդկային խմբեր են։ Ովքեր են դրանք։ Դրանք խոշոր համաշխարհային մասշտաբի արդյունաբերողներ են, բանկիրներն են, չակերտավոր, հոգևոր են իրենց կոչում եւ մտավոր էլիտան է։ Դա իրենց էլիտա հռչակացներն են եւ այդ էլիտան ինքը գրել է էլիտայի, այսպես ասած, ընտրախավ կոչվածը, ես մտածում եի այդ բառը ասեմ հաղորդման ժամանակ թե չասեմ, բայց մարդիկ ճշմարտությունը պետք է իմանան։ 1700-ականների սկզբներին սատանիստական վերնախավը աշխարհի ստեղծում է կոնցեպտ, հայեցակարգ, կոնկրետ դրույթներով։ Ինչպես մարդու էությունը վերացնի, պետությունները ոչնչացնի, ազգերին լուծարի, ազգայինը ոչնչացնի, ինքնություն եւ այլ եւ այլ եւ այլ։ Աստծու դեմ կռվի իր ճանապարհն է ստեղծել եւ այդ հայեցակարգը իր մեջ ներառում է նաեւ հասարակարգային ամբողջ մոդելը։ Այսինքն, ինչպիսի հասարակարգային մոդել մտածել են պարտադրեն մարդկությանը եւ ինչ գաղափարների ներքո, որ մարդիկ կարողանան իրենք հիմարացած վերցնեն այդ ամեն ինչը եւ իրականացնեն եւ հորինել են գաղափարներ, կեղծ ուսմունքներ, տեսություններ եւ այլը մարդկությանը պարտադրելով եւ այդ մարդիկ վերցրել են այդ տեսությունները ուրախ այդ անուններին խաբվելով այս գաղափարախոսական իշխանություն, որ ասեցի դրանից ներքև, այդ գաղափարներն են իրենց գլխավոր նպատակներին սպասարկող, որը դուք այսօր լսում եք, ժողովրդավարություն անվամբ, մարդու իրավունքներ եւ ազատություններ անվամբ, ուրեմն կոռուպցիայի դեմ պայքարի բանով, ստվերային տնտեսության կրճատում եւ այլն, խաղաղություն, համերաշխություն եւ այլը, հումանիզմ եւ այլ տարբեր գաղափարներ, որը մեր դեմքը փակում է դրոշի պես։ Այո, որը մեր դեմքը փակում է դրոշի պես, մարդիկ տեղյակ չեն ժողովրդավարություն մոդելի հետևում ինչ կա։ Հիմա ես կասեմ ընտրությունների կոնտեքստում ինչ կա, բայց որpիսի մենք ավելի լավ հասկանանք, թե մենք մեր գլխին ինչ իշխանություն է եւ ինչ պետքա, ինչ վերաբերմունք պետքա ունենանք այդ իշխանության նկատմամբ, ես ուզում եմ իրենց փաստաթղթերից տարբեր տարիների այդ կոնցեպտը ներկայացնող մի փաստաթղթից չեմ հիմա կարդալու։ Տարբեր տարիներին փաստաթղթ ամբողջ ես տիրապետում եմ։ Հիմա այդ փաստաթղթերից ես ներկայացնում եմ ինչպես են մեզ խաբել այս դրոշակը, ինչպես են դրել մեր ձեռը։ Հիմա ուշադիր լսեք, խնդրում եմ լսեք։ Այս խոսքը վերաբերում է գլոբալ վերպետական հայեցակարգային իշխանության էլիտայի գրած, ուրեմն հայեցակարգի մասին է խոսքը։ Մեր նպատակներին հասնելու համար օգտագործել բոլոր միջոցները, շեղել ամբողջի ուշադրությունը հենվելով նրա հոգեբանության վրա, պատրաստի հայացքների դասավանդման ներդրման միջոցով ինքնուրույն մտածելու ունակությունը մարդկանց մեջ վերացնել, սուտ ուսմունքների վրա հենված կրթության միջոցով մարդկանց հիմարացնել, զանգվածները պետք է կույր, անմիտ եւ սեփական կարծիքից զուրկ մնան, որպեսզի նրանք չկարողանան բանավիճել պետական կարգի թեմայով, այսինքն այն թեմայով, որով իրենք մեզ մատուցել են, այն գլխավոր իրենց կարևորագույն գործիքի մասով, որոնք իրենց մեզ մատուցել են։ Նրանց պետք է կառավարի անողոք, անգութ ուժը եւ հնազանդության սկզբունքը։ Ուշադիր լսեք, սա շատ կարևոր է։ Մտավորականներն ու կառավարիչները հպարտանում են մեր գործակալների կողմից իրենց մատուցված, հարկադրված սուտ տեսությունների ու գաղափարների իմացությամբ։ Նրանք սիրում են ծափահարություններ, մենք կծափահարենք նրանց այդ իմացության համար։ Իսկ ի տարբերություն նրանց մենք ռազմավարություն ենք իրականացնում։ Օգտագործել բարձրամիտ նշանաբաններ եւ խոսքեր, զանգվածներին տալ առատ խոստումներ, չնայած նրան, որ դրանք անիրականանալի են։ Հոգևոր ուժերը քայքայել դատարկ ամբողջավարության դեմագոգիայի օգտագործման։ Միջազգային եւ ազգային օրենսդրությունը օգտագործել քաղաքակրթությունները կործանելու
եւ մարդկանց տրկացնելու ու կառավարելու համար։ Այսինքն իրենք մեզ հարկադրել են մի պետական մոդել, կենսագործունեության համակարգ, հասարակարգային համակարգ, հիմա ես կասեմ ինչա դրա մեջ, որը ինքը իրականում ոչ թե ուղղակի ծակ տակառ է, այլ անհատակ տակառ է։ Այսինքն իրանք մեզ տվել են մի մոդել, որի մեջ դուք ինչքան ջուր լցնեք, չի լցվելու այդ ջուրը։ Դուք չեք կարող ջուր հավաքել, դուք չեք կարող ռեսուրս կուտակել, դուք չեք կարող խնդիր լուծել։ Ինքը այս գաղափարները, որը մեր նաև իշխանություն է, գաղափարախոսական իշխանությունը, ինքը ինչպես տեսակ, պատրաստի հայացքներ, կեղծ ուսմունքներ, սուտ տեսություններ ու գաղափարներ, բարձրամիտ նշանաբաններ եւ դատարկ դեմագոգիա։ Այս ամեն ինչով մեզ շեղում են։ Եվ մի հատ շատ կարևոր բան։ Իրանք ինչից են ամենաշատը վախենում։ Իրանք ոչ վախենում են ազգասեր մարդուց, ոչ վախենում են բարոյական, անկաշառ, ամենալավագույն հատկանիշներն ունեցող մարդուց, ոչ։ Իրանք չեն վախենում այդ մարդուց։ Իրանք վախենում են մեկ մարդուց, մեկ տեսակից, եւ գրել են իրենց ծրագրերում ով է այդ մարդը։ Լսեք։ Մեզ համար ամենավտանգավորը ստեղծագործական ներուժ ունեցող այն անհատականություններն են, որոնք ունակ են մեր գործակալների կողմից ժողովուրդների մատուցված պետական կարգը վիճարկել։ Եվ իրենք ինչի չեն վախենում այդ բարոյական, անկաշառ, ազգասեր մարդկանցից, ինչու հարց է ծագում, ինչի։ Երկու պատճառով։ Որովհետև այն մոդելը, որը մեզ պարտադրել են, այդ մոդելի խորքային պրոցեսների վնասաբեր արդյունքներ գեներացնող պրոցեսները ավելի հզոր են, քան ցանկացած բարոյական նորմալ մարդու տված էֆեկտը տվյալ մոդելի մեջ։ Եթե այդ մարդը գործում է տվյալ մոդելի մեջ, այդ մարդու էֆեկտը դրական, եթե նույնիսկ իր տարիներին չզգացվի այդ բացասական արդյունքները, զգացվի իր էֆեկտը ջրվում է, հոսանքով տարվում է վնասաբեր պայմաններ գեներացնող պրոցեսներով։ Եվ երկրորդ պատճառը իրենք ստեղ ունեն նախատեսած ցիկլային ճգնաժամեր։ Այդ ճգնաժամերը տնտեսական են, ֆինանսական են, նաև տարբեր են, համավարակային են, նույնիսկ կլիմայական են, արդեն։ Հիմա այսինքն եթե դու ուզում ես քո պետությունը ոտքի կանգնացնես, դու պետքա ուզես թե չուզես վիճարկես այս հայեցակարգը։ Այսինքն դու պետք է փոխես քո պետության իրական այն իշխանությունը, որի մասին դու տեղյակ չես, դու պետք է փոխես վերպետական գլոբալ հայեցակարգային իշխանությունը հայկական ազգային պետության հայեցակարգով։ Եվ այդ հայեցակարգը պետք է լինի հայկական իշխանությունը հայկական պետականության եւ այդ հայեցակարգով պետք է փոխվի հայկական ամբողջ պետության մոդելը, կենսագործունեության համակարգը, հասարակարգը։ Պարոն Սարբիկյան, ստեղ հարց։ Ընտրություններով հնարավոր է ձևավորել պետական իշխանություն։ Այս մոդելի ընտրություններով ոչ, հիմա ես դրան եք անդրադառնամ, բայց ուզում եմ ես ուրեմն անդրադառնամ մեր գերբին, մեր զինանշանին։ Ստեղ կապ կա։ Այո, շատ մեծ կապ կա։ Ուրեմն նայեք, այս մեր զինանշանի մասին խոսել են շատերը, առյուծի եւ արծվի բերանը բաց է, փակ է, տարբեր բաներ են ասել եւ այլը, դրանք նորմալ բաներ են, այնպես չի որ սխալ են եւ այլը, բայց ստեղ ինչա տեղի ունեցել։ Եթե հիշում եք, ես ասացի, ովքեր են այդ հայեցակարգը ուղղորդողներն եղել։ Դա հակաքրիստոնեական, հակաստվածային ուժերն են եղել 1700-ականների սկզբներին։ Սատանիստական վերնախավն է այդ հայեցակարգը պարտադրել եւ ինքը հասարակարգային լուծում գտել մարդկանց համար ստրկացնելու։ Եվ եթե ուշադիր նայեք, մեր զինանշանի տակ, այս ներքին հատվածում, ավելի ճիշտ, սուրը
թաքցված այդ ծայրը, որ սրի ծայրը թաքցված է, դա ուղղակի սուրը չի թաքցված։ Դա մեր պաշտպանունակությունը, մեր ուրեմն անվտանգության սիմվոլիկան եւ այլը ինքը վերատրանսֆորմացվել է շրջված խաչի։ Եթե ուշադիր նայեք, այստեղ շրջված խաչը դա էտիմ ասած ուժերի ուրեմն սիմվոլիկան է։ Եվ այս շրջված խաչը, եթե դուք ուշադիր նայեք, ինքը սուրը չի կտրել այս հատվածում, այս շղթան։ Այս շղթան ինքը ներդաշնակեցված է այս հատվածում այդ խաչի, շրջված խաչի հետ։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է մենք շղթայել ենք ձեր բարեկեցությունը, եթե ուշադիր նայեք, հասկերը ետևում են։ Հասկերը դա կյանքն է, բարեկեցությունն է, դա մարդու նաև ընդհանրապես ապագան է նաև լայն առումով եթե վերցնենք իր ապագայի հույսն է, միջոցներն են, sense ասեմ եւ այլն։ Էականը հիմա դա չի, բայց ստեղ ինքը շղթայած է այս ամեն ինչը։ Եվ սրանք պատահական չեն, սիմվոլները շատ բան են որոշում։ Եթե դուք նայեք մեր խորհրդանիշերին, տարբեր գերատեսչությունների, տարբեր նախարարությունների, դուք կտեսնեք այս շրջված խաչը բոլորի վրա էլ համարյա կա, եթե կա սուր այնպես արված, որ այդ շրջված խաչը լինի։ Հիմա, այսինքն սա ինչ է նշանակում, սա արտահայտությունն է այս կոնցեպտի, որ մենք ձեզ պարտադրել ենք այս կոնցեպտը եւ շղթայել ենք, եւ 91 թվականից Հայաստանին պարտադրել են այս ամեն ինչը։ Հիմա ես կանդրադառնամ այս հայեցակարգի մեջ մեզ պարտադրված ընդհանուր ընտրություններին, թե ինչի են մեզ պարտադրել ընդհանուր ընտրությունները։ Եվ այն ինչ որ դուք հիմա կլսեք, ուշադիր դուք նայեք այն մարդկանց վարքին, այն մարդկանց ընդհանրապես դրանց ամեն ինչին, ինչպես են ներկայանում ձեզ, ինչեր են խոսում, դուք հիշեք, ես ինչ որ ես հիմա կարդում եմ ստեղ։ Հետո պետք է գալու մեր երկիրը իրապես փոխելու համար։ Հիմա մի շատ կարևոր բան ասեմ, ուրեմն այս ընտրությունների հետ կապված երկու կարևոր բանի մասին եմ ես խոսելու։ Մեկը ընդհանուր ընտրական իրավունքի եւ երկրորդը կուսակցությունների։ Այդ երկուսը իմ ասած հայեցակարգի 20 ծայրահեղ վտանգավոր երևույթներ, գործընթացներից են, ինստիտուտներից են, որը մեզ պարտադրվել է։ Այսինքն այն հայեցակարգը, որ մեզ պարտադրվել է, որ ասեցի, դրա 20 հատ կարևոր բան կա, որ մենք պետքա կամ հիմնովին փոխենք, կամ թերիա ավելացնենք, ներդաշնակեցնենք, լավացնենք եւ ստեղծենք մեր արժեքային բազայի հիման վրա մոդել, հայեցակարգ։ Դրա 20-ից երկուսն եմ ես ընդամենը կարդում, որը հիմա այս ընտրությունների հետ կապված կարևոր է իմանալ։ Սա մի անգամ ասել եմ, բայց հատուկ այս կոնտեքստում ես պետք նորից ուզում եմ խոսեմ սրա մասին, որ մարդիկ բան, որտեվ սրա հաղթահարումով է նաև մեր ապագան շատ դեպքերում որոշվելու։ Ինչ է գրված։ Թույլ չտալ, որ ժողովուրդները իրենք որոշեն իրենց ճակատագիրը։ Ամենից առաջ պետք է պայքարել անհատականության ուժի դեմ, քանի որ նրանից վտանգավոր ոչինչ չկա։ Եթե նա ունի ստեղծագործական հոգևոր էներգիա, ի վիճակի է հասնել ավելիին, քան միլիոնավոր մարդիկ։ Փողի ուժը պետք է դառնա միակ ուժը, որպեսզի փողի միջոցով գործարարները, միլիոնատերերը ստանան նաև քաղաքական իշխանություն։ Քվեարկությունը դարձներ մեր գահակալման գործիքը, դրան վարժեցնելով մարդկության անգամ ամենափոքր միավորներին։ Ամբողը կույր ուժ է, դրա միջից կառավարման համար ընտրված դուրսպրծուկները նույն կույրն են քաղաքականության մեջ, բոլորին առանց դասակարգերի եւ ցենզի տարբերակման բերել քվեարկության, որպեսի հաստատել մեծամասնության միահեծանությունը։ Նման ձևով, դեռ ուշադիր լսեք, մենք բացառում ենք մտածող մեծ խելքի տեր մարդկանց ընտրությունը, որին մեր կողմից ղեկավարվող ամբողը թույլ չի տա ոչ առաջ գնալ, ոչ աչքի ընկնել, ոչ էլ նույնիսկ արտահայտվել խոսել։ Այն սովոր է լսել միայն մեզ, հնազանդության եւ ուշադրության համար իրեն վճարողներին։ Դրանով մենք կստեղծենք այնպիսի կույր, իրականությունը չհասկացող անմիտ հզորություն, որը ի վիճակի չի լինի ոչ միտեղ գնալ առանց նրա իրական առաջնորդների տեղը մեր կողմից դրված գործակալների ղեկավարության, գիտության,
որպեսզի մեր ծրագիրը հասցնենք ցանկալի արդյունքի, մենք կնյութենք այնպիսի նախագահների ընտրություններ, որոնք անցյալում ինչ որ չբացահայտված մութ գործ ունեն։ Այդ ժամանակ նրանք կլինեն մեր կարգադրությունների հավատարիմ կատարողները։ Անդրկուլիսյան խաղում կօգտագործվեն որպես խաղազինվորներ, մերկացման վախի եւ իշխանության հասած յուրաքանչյուր մարդուն հատուկ նախագահի պաշտոնի հետ կապված արտոնությունները, առավելություններն ու մեծարանքը պահպանելու ձգտման պատճառով։ Այսինքն, ինչ է ասվում ստեղ։ Եթե ուշադրություն դարձնեք, իրենք մեզ ասում են, որ դուք ժողովրդավարություն եք կառուցում։ Դուք ժողովրդավարություն եք ստեղծում, դուք ժողովրդավարական երկիր եք, աշխարհը ժողովրդավարական է, բայց իրենց հայեցակարգում ժողովրդին անվանում են ամբոխ։ Եվ ոչ թե իրեն ուղղակի անվանում են ամբոխ, ոչ, որովհետև հենց այդ ընտրական իրավունքի միջոցով ժողովրդին իրենք ամբոխ են դարձրել։ Ես հիմա կասեմ ոնց են ամբոխ դարձրել։ Եվ իրենք փաստորեն հիմա, այս ինչ տեսանք մենք սրա մեջից, ժողովրդի անվան տակ ամբոխ են ստեղծել եւ նաեւ ուրեմն կեղտոտ անցյալ ունեցող հիմնականում կեղտոտ անցյալ ունեցող փողատերերի կամ դրանց դրածոններին ուղղորդել են, մցրել են քաղաքական պայքարի մեջ, կուսակցությունների մեջ ներգրավելով, կուսակցություններ ստեղծել, կուսակցություններ ստիպելով եւ դրանով նաեւ շպրտելով ուրեմն արժանավորներին, արժեքակիրներին, ազգային, բարոյական, հոգեվոր արժեքակիրներին շպրտելով լուսանցք։ Եվ ինչա կատարվում։ Կատարվում է կենսաչափական ազնագրերից Արարատի հանումը, ազգային արժեքներից օտարը։ Այսինքն դրանք ամբողջությամբ այդ հայեցակարգի ուրեմն բան են։ Եվ Ասաբեկյան, այսինքն սա շատ խորքային ծրագիր է, որը հետևողականորեն անում են, ոչ թե Նիկոլը արդացավ բան որոշեց արել։ Նիկոլը ինքը տեսակ է, Նիկոլը ինքը կապ չունի որևէ մեկը, կամ Բարգավաճության նախարարը բանջարը, չէ՞, Մաշտոցի QR կոդը։ Չէ, դրանք տեսակներ են, այս հայեցակարգով նախատեսված այդ տեսակը, հիմա իհարկե շատ լավ հարց մարդիկ կարող են տալ, ասեն ենթադրենք, եթե աշխարհի մասշտաբով է պարտադրված այս հայեցակարգը, այո, հա, հարց տան, չէ, այստեղ ոչ միայն ինչ պետք է անի, դե մի հատ ուրիշ կարևորելի հարց կա, ապա ինչու մեր երկրի նման այսպիսի կատաստրոֆիկ վիճակում չեն նաև շատ երկրներ։ Հա։ Հիմա ես բացատրեմ ինչի։ Որովհետև այս հայեցակարգը ինքը ունի երկու հատույթ։ Մեկը դա հասարակարգային լայն իմաստով ֆորմացիոն հատույթն է, որի մեջ է մտնում նաև այդ ընդհանուր ընտրություն եւ այլ որ կա։ Եվ մի հատ էլ կա գեոստրատեգիական հատույթ։ Այսինքն դա տարածքների նկատմամբ վերաբերմունքն է, ուժի տարբեր ուժի կիրառմամբ, դա կլինի փափուկ ուժ, դա կլինի կոշտ ուժ, դա կլինի տարբեր ռազմական եւ այլ տարբեր բան, եւ տարածքների նկատմամբ ազդեցության փոփոխության նպատակներն են այդ հայեցակարգի։ Այդ ուժերին պետքա մեր տարածքը։ Այո, ոչ թե մեր տարածքն է պետքա մեր տարածքի որպես աշխարհաքաղաքական ֆունկցիա կատարող տարածքի հատկանիշների փոփոխություն։ Այսինքն տարածքը ինքը ունի ֆունկցիաներ, աշխարհաքաղաքական ֆունկցիաներ ունի։ Ինքը օրինակ կատարում է մեր տարածքը կատարում է սանիտարական կարդոնի ֆունկցիա։ Մեր տարածքը ունի, այսինքն զսպում է էքսպանսիան Թուրքիայի եւ այլը դեպի արևելք։ Ինքը աշխարհաքաղաքական բանալի է համարվում, այսինքն ինքը իրեն կողմնորոշման եւ իրեն վրա եւ իրեն ազդեցության փոփոխությունները Հայաստանի կարան փոխեն տարածաշրջանային ուժերի դասավորություն փոխեն։ Եվ այդ առումով Հայաստանի դիրքը ոչ միայն անբարենպաստ է աշխարհաքաղաքական, այլ նաև շատ առանձնահատուկ է։ Դրա համար հետաքրքրությունը մեր տարածքի հետ կապված տարածքի ֆունկցիաները փոխելու, հատկապես ի վնաս մեզ փոխելու, շատ մեծ է։ Դրա համար այս երկու հատույթի նպատակները զուգամետվել են եւ դրա արդյունքում է, որ ավելի շատ աղետալի էս վիճակն է եւ Արցախի վրա ոտնձգությունները եւ այդ նույն հայեցակարգով նախատեսվում է Սյունիքի հետ կապված ամբողջ բանը եւ ոչ միայն Սյունիքի, մնացած հայկական պետականության տարածքների։ Վերադառնալով հայկական պետության տարածքների, վերադառնալով ընտրությունների, որտեղ ես ուզում եմ ընտրությունների պահով կարևոր բան ասեմ։
շարունակեմ հետևյալը։ Ուրեմն իմ կուսակցություններին է կանդրադառնամ, բայց ընտրությունների պահով հետևյալը։ Մենք պետք է հասկանանք ինչա կատարվում։ Կատարվում է հետևյալը։ Ընդհանուր ընտրական ընտրությունները, դրանք այսպես ասած երկիրը կառավարելու ունակություններ չունեցողների միջից այդ ունակությունները գնահատելու կարողություն չունեցողների ընտրություն է։ Այսինքն համակարգը մեզ պարտադրել է մի բան, որ կան խցկվեն մարդիկ իրենց տեխնացությունները հիմնականում նկատի ունեն։ Կարող է 1-2 հոգի լինի մի քիչ նորմալ ինչ-որ բաներ հասկացող եւ այլը, դրա մասին չի խոսքը, բայց այդ մարդը այդ համակարգի մեջ չկա, չի կարողանալու ինքը հաջողություն ունենա։ Հիմա այդ ինքը տրամադրվել է դա եւ տրամադրվել է նաեւ ոչ միայն կարողություն չունեցողներ են մտել, հրահրել են, որ մտնեն դաշտ, այլ նաեւ իրավունք է տրված անհատականության ուժը ոչնչացնող զանգվածին, որը կարող է ինքը չի պատկերացնում, թե ինչ է նշանակում կառավարիչ պետության կառավարիչ ընտրել, կամ ենթադրենք բժշկության մասին պատկերացում չունեցողից, չգիտի ինքը բժշկությունն ինչ է, իրան առաջ են մղել եւ հիվանդները, որոնք չգիտեն իրանց հիվանդության մասին, իրանք ընտրություն են կատարում այդ բժշկության մասին պատկերացում չունեցողից որպես բժիշկ իրա։ Չի կարա այդպիսի բան լինի։ Կամ ընդհանուր այս իրավիճակի պատճառների մասին պատկերացում չունեցողներից են, որ ասի հատուկ գիտելիքներ։ Այդ դրանց միջից ընտրություն են կատարում այդ նույն պատճառներով անմտածածները եւ արդյունքում ինչ է ստացվում։ Ստացվում է այդ ամբողջ այդ զանգվածի կողմից կոլեկտիվ հանցագործություն իրենց նկատմամբ։ Իրենց կոնկրետ իրենց անձի նկատմամբ այդ ընդհանուր այդ զանգվածը ինքը հանցագործություն է կատարում պետության թույլտվությամբ ինքն իր նկատմամբ։ Մարդիկ պետք է հասկանան, ընդհանուր ընտրական իրավունքը դա շահում չունեցող վիճակախաղ է։ Դուք հիշում եք, հաստատ հիշում եք, որ 90-ական թվականներին գոյություն ունեին վիճակախաղեր, որ ջնջում էին, տակը գրած էր կրկին փորձիր։ Ջնջիր եւ շահիր։ Տակը գրված է կրկին փորձիր։ Այո։ Հիմա այս վիճակախաղը ինքը շահող վիճակախաղ չի, այսինքն այդ տոմսերը, որ տպել են, արտադրել են, որ բաժանել են ձեզ, այդ տակը, որ ջնջում է, գրած է, որ կրկին փորձիր, ինքը չունի այդ շահելու բան չի, վիճակախաղ։ Մեզ ասում են հունիսի 7-ին գնացեք ընտրություն կատարեք, որ ճակատագիրը երկրի դուք որոշեք, դուք ասում եք վիճակախաղ է։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։ Ես հիմա խոսում եմ մեր նկատմամբ հայեցակարգային մոտեցման մասին, թե ինչ են անում մեր հետ։ Հիմա ես կասեմ այդ հայեցակարգային մոտեցման հակակշիռ հայեցակարգային ռազմավարական ինտեգրալ սկզբունքի մասին եւ մի րոպե ներողություն, այսինքն ինչ պետք է արվի այդ դրա դեմ եւ նաեւ մարտավարական, հիմա մենք մարտավարական խնդրի առաջ ենք կանգնած այդ ընտրություններին վերաբերմունք ունենալու, այսինքն ընտրության քվեարկությանը ես կասեմ, ուրեմն դա մի քիչ որ համբերեք վերջում կասեմ, հիմա որպիսի այս իմ ասածը ինքը ընկալում ունենա, ինքը պետք է ակտիվ լինի, մարդը պետք է ակտիվ լինի, այս անձը ինքը պետք է հասկանա, Հայաստանի քաղաքացին պետք է հասկանա, որ եթե այս անձը ընտրվում է, Հայաստան գոյություն ունենալ չի կարող, ես մի քիչ հետո կասեմ, ինչեր են լինելու, եթե այս անձը անցնի, բայց վերադառնալով անձի անունը տանք էլի Նիկոլ Փաշինյան, այո, որ հասկանալի վարչապետի ուրեմն պաշտոնը զբաղեցնող անձը, որ եթե անցվի աղետ է լինելու դա, ես հիմա կասեմ ինչ է լինելու, բայց մի քիչ հետո։ Հիմա բայց ուզում եմ ես ասեմ, որ մի շատ կարևոր բան այս համակարգը փոխելու հետ կապված, որ դուք իմացեք, որ երբեք այս համակարգով անհատականությունները լուրջ անհատականությունները, երկիր փոխող իսկապես մտավոր ունակություններ, իրանք երբեք չեն գնալու իրանց տեխնացությունը տա, մոռացեք դրա մասին։ Ինչի համար։ Այսինքն, ինչի համար։ Իրանք ստիպված են լինելու գնան փող ունեցողի կամ փող ունեցողի կողմից ուղղորդված ինչ որ անձի կողմից ստեղծված կուսակցության մեջ մտնելու, որը որպես արժեք այդ կուսակցության ղեկավարը բան, այդ մարդուց, ով ունակ է ինչ որ բան անելու ստեղ,
արժեքնային եւ մակարդակի առումով ցածր է, նման մարդիկ չեն գնում մտնում այդպես տեղեր, որովհետև նման մարդիկ փողի հետևից ընկնող չեն, նման մարդիկ չեն գնում ինչ որ բանը պղտոր ջրի մեջ ձուկ բռնեն եւ այլ եւ այլը։ Իրանք չեն գնում, իրանք ինչ որ շահի համար չեն գնում։ Եթե տեսնում են այդ տիպի մարդա ղեկավարը, ինքը չեն գնում դրա կողք կանգնում, բացի դրանից ներողություն։ Այդ մարդը գիտի, որ ընտրվելու համար ինքը պետք է գնա, կոպիտ ասած, ձեռնացությամբ զբաղվի, ֆոկուսնիկություն անի, ամբողջ ամբողի այդ ընտրազանգվածի խնդիրը բոլոր մարդկանց մասին չի, կշռադատող ընտրողները գիտակցողները շատ քիչ են դրանք, փոքր մաս են կազմում։ Այդ ընդհանուր մեծ զանգվածի բնազդների ու կրքերի ձեռնացությամբ զբաղվի, ֆոկուսություն անի։ Պետք է գնա հաճոյանա, պետք է գնա շողոքորթի, պետք է գնա կեղծ բաներ ասի, որ դուր գա այդ մարդկանց, պետք է սուտ խոստումներ տա, որովհետև նրանք սուտ խոստում են տալի, որ հետները կարանա մրցի, պետք է նրանց պատկերացումներին համապատասխանի, նա ճշմարտություն սիրող մարդ է, այդ մարդիկ, նրանք չեն կարա գնան այդպես բաներ անել։ Եվ դրա համար այս համակարգով շպրտված է այդ մարդկանց, շպրտել են դուս։ Եվ հիմա նայում եմ, այս ովքեր դուք նայեք ովքեր են տեխնացումները։ Ովքեր են։ Փող ունեցողներ եւ փող ունեցողների դրածոներ եւ դրսի փողերով ուղղորդվածներ։ Փողն Սարգսյան, մեկը աշխարհի ամենահարուստ հայն է։ Ուրեմն եկեք մյուսը չկներեք, բաներ եք ասում։ Ես հիմա մի րոպե ասեմ։ 3 ուր 4 ուժ անցնում, մնացածի մասին չեմ ասում, այնտեղ կալոներ կա, այնտեղ ինչ ասես կա։ Մի րոպե ասեմ, մի րոպե ես հասկացա դուք ինչ եք ասում։ Բայց ոչ մեկը ձեր ասած ուժերից ինքը կոնցեպտուալ լուծում տվող չի։ Այսինքն ձեզ չի բավարարում, բայց խնդիրը ինձ բավարարելը չի, խնդիրը այն մոդելից դուրս գալու մասին է խոսքը։ Եթե դու իշխանության գաս, դու գալու ես իշխանության, կոպիտ եմ ասում, մի քանի տարի էֆեկտ ես տալու, այդ էֆեկտը այս մոդելին, բան ամբողջ խորքային այդ process-ները դու կասեք ժողովրդավարությունը դիր փոխի, ո՞նց կարա։ Ժողովրդավարությունը դու ոչ թե ժողովրդավարություն ես փոխում, ժողովրդավարություն գաղափարն ես փոխում, չէ։ Դու փոխում ես ժողովրդավարության յետևում կանգնած մոդելը։ Ժողովրդավարության դեմքով ներկայացվող մոդելը։ Դու կարող ես դրա առանցքային տներ եք, մասա ընտրություններ է, հիմա կարաս փոխես ընտրությունը։ Այո, իհարկե։ Ո՞նց ես։ Հիմա կասեմ ինչ ենք փոխում։ Ո՞վ է քեզ փոխի։ Իսկ ձեզ ով ամբողջ աշխարհը այդ մոդելով։ Եթե ամբողջ աշխարհին տրամադրել են դա, որ ամբողջ աշխարհը կործանվի գնա, դու էլ եթե դու ես ուզում, որ ամբողջ աշխարհն անում է, դու էլ հետը կործանվես գնաս, շարունակի այս ուղղությամբ, մինչև պետությունը լուծարվի։ Չինաստանը կործանվում է։ Հիմա Չինաստանը մի քիչ ուրիշ համակարգ է, Չինաստանը լրիվ այնտեղ ուրիշ համակարգագործում է, չեմ կար երկիր ենք, մենք արդյոք կարող ենք ինքն կարող եք դուք անել եւ կարող եք դուք եթե շատ ուզում եք ուրախ եք այդ ժողովրդավարություն հասկացությամբ, կարող եք այդ ձեր մոդելի անունը նորից դնել ժողովրդավարություն, բայց ստեղծել ձեր մոդելը։ Ձեր եթե կարող ենք անել։ Օրինակ, հիմա ես կասեմ ինչա, օրինակ ինչ կա, ենթադրենք ինչի պետքա ցենզեր չսահմանվեն ընդհանրապես եւ ընտրվողների եւ ընտրողների միջեւ։ Պետք է լինի արտոնակարգ եւ կոնկրետ սկզբունքներ, չափանիշներ, որ պետք է դրան համապատասխանելիություն լինի։ Եթե դրա այդ համապատասխանելիությամբ հասարակական ընթարություններ կան, տարբեր խմբեր կան, մասնագիտական խմբեր եւ այլը, բոլորը իրենցից ներկայացնում են իրենց ներկայացուցիչները խորհրդարան կոչվածում։ Եվ հնարավորություն չեն տալիս նաև ուրեմն կուսակցությունները իրար քաշքշեն եւ կուսակցության գոյությամբ ոչնչացնեն ընդհանրապես նորմալ մարդկանց իշխանության գալը եւ երկրի իրական մեծ իդեալների իրականացման հնարավորությունները։ Հիմա ես չեմ այստեղ տարբեր ուրեմն բաներ կան, դու գիտեք ինչա, այս ամբողջի միջոցով, այս ընտրազանգվածի միջոցով դրան կուլիսներից, այսպես ասած, ուղղորդելով, օգտագործելով եւ այլը, որակի նկատմամբ իշխանություն են սահմանել։ Հասկանում եք ինչա, որակի նկատմամբ իշխանության, քանակի, անորակի, իդեալների մեծ գաղափարներ են ոչնչանում։ Դրանց իրականությունը հնարավորություն չի դառնում։ Հիմա ես ուզում եմ նաև խոսեմ շատ, այսինքն այս ընդհանուր ընտրություն կոչվածը շատ բան կա խոսելու, բայց այս մի հաղորդման ժամանակ շատ արագ է անցնում ժամանակը, աստիճանաբար գնանք ընդհանուր այդ ընտրությունը ինքը քաղաքական վայրենացման որպես հիվանդության սրացում է։ Հետևեք, նայեք ովքեր են գալի եւ ովքերը ինչ
վիճակը։ Լավ, հիմա ես ուզում եմ կուսակցությունների մասին։ Անպայման բանից հետո էլ ինչ է սպասվում, դա էլ ասեք։ Ես կասեմ հիմա, բայց ուզում եմ կուսակցությունների մասին խոսեմ, ես շատ կարևոր է։ Համեցեք։ Որ դրանից հետո նոր դա կասեմ, որովհետև մարդիկ հասկանան, որ այս կուսակցական համակարգը ինքը պետք է վերացվի։ Ընդհանուր ընտրական հիմա ձեր ականջներին էս ինչ շատ մարդկանց տարօրինակ հնչի, ոչինչ։ Ճշմարտությունը դուք պետք է իմանաք։ Հիմա այդ նույն փաստաթղթից ես կարդում եմ ինչի են մեզ պարտադրել կուսակցությունները։ Համեցեք։ Մենք կառավարում ենք ուժեղ կամքով, որովհետև մեր ձեռքերում են մեր կողմից հնազանդեցված կուսակցական բեկորները։ Կուսակցությունների բաժանելը նրանց բոլորին տրամադրեց մեր տնօրինությանը, քանի որ մրցակցական պայքար վարելու համար փող պետք է ունենալ, իսկ դա ամբողջությամբ մեզ մոտ է։ Մեզ մոտ ծառայության են բոլոր կարծիքների, բոլոր դոկտրինաների մարդիկ։ Մենք բոլորին աշխատանքի ենք լծել, նրանցից յուրաքանչյուրը ջանում է տապալել սահմանված կարգերը։ Այդ գործողություններով բոլոր պետությունները հյուծվել են, նրանք խաղաղություն են աղերսում, սակայն մենք նրանց խաղաղություն չենք տա, քանի դեռ նրանք բացեի բաց խոնարհությամբ չեն ճանաչի մեր գերկառավարությունը։ Ուշադիր լսեք։ Ինքն իրեն, այսինքն իր միջավայրի դուրսպրծուկներին թողնված ժողովուրդը, ինքնակործանվում է իշխանության եւ մեծարանքի հետևից ընկնելուց առաջացած կուսակցական երկպառակություններից ու դրանից ծագած խռովություններից, ղեկավարվելով բացառապես մանր կրքերով, հավատալիքներով եւ սենտիմենտալ տեսություններով, մարդիկ տեղի են տալիս կուսակցական պառակտմանը, որը խանգարում է ամեն տեսակ համաձայնության։ Մարդկանց պետք է պահել քաղաքական անհաշտելի վիճակում, պետք է այնքան ժամանակ սերմանել երկպառակություններ, անվստահություն եւ տարածել մեկը մյուսին հակասող հայացքներ, քանի դեռ մարդիկ վերջնականապես չեն կորցրել կողմնորոշումը շփոթմունքում։ Հարց է տալիս. հնարավոր է արդյոք ժողովրդական զանգվածները խաղաղ առանց մրցակցության որոշում կայացնեն, կառավարեն երկրի գործերը անձնական գործերին չխառնելով, կարող են արդյոք նրանք պաշտպանվել արտաքին թշնամիներից։ Դա անհնար է, քանի որ մասերի ինչքան գլուխ կա ամբողջի մեջ, բաժանված ծրագիրը կորցնում է ամբողջականությունն ու դառնում անիրականալի, անիրագործելի եւ անհասկանալի։ Հիմա իմ կողմից շատ սիրելի Գարեգին Նժդեհի խոսքերը այս խոսքերից հետո։ Մեծն Նժդեհի մարդասեր է հայը, կուսակցականանալով դառնում է անզիղջ, քանզի կուսակցության մեջ նա կորցնում է մտածողության եւ խղճմտանքի անկախությունը եւ սկսում խորհել, զգալ եւ գործել կանոնադրորեն։ Շոյելով կուսակցական պատկանելիության զգացումը, կուսակցություններն իրենց հետևորդների մեջ տկարացրին ցեղազգային գիտակցությունը։ Տկարացավ հայկականը ի հաշիվ խմբակցականի։ Նրանք դարձան փակ հասարակություններ հասարակության մեջ, որով մի զատիչ պատ դրեցին իրենց եւ ազգի կենթանի ուժերի միջև։ Տուրք տալով կեղծ եվրոպականության, հայ կուսակցությունները իրենց թշնամին եւ հակառակորդը փնտրեցին իրենց ժողովրդի ծոցի մեջ եւ խախտելով ազգի հոգեվոր ամբողջականությունը թուլացրին ճակատագրի կապը արյունակիցների միջև։ Չկա ավելի մեջ չարիք ժողովրդի, մասնավորապես մեզ նման փոքրիկ ժողովրդի համար, քան կույր կուսակցամոլությունը, այն ինչ որ հիմա դուք տեսնում եք ձեր աչքի առաջ։ Նրա համար չկան բացարձակ ճշմարտություններ, չկա հասարակական շահ, պետական բարոյական։ Կուսակցամոլության չար ոգին աշճանաբար մթագնում է սրանց բանականությունը, կլանում խիղճը եւ սպանելով բարոյական կարողությունները դարձնում է սրանց բարոյական ապուշ։ Նա թունավորիչն է ազգային կյանքի, նա ստեղծում է ներքին ճակատներ, ջլատում ժողովրդի ուժերը։ Նա հասարակության թշնամին է, բարեկամ է իր ժողովրդի թշնամիների։ Կուսակցամոլության ախտով բռնված ժողովրդի ներկան տխուր է, ապագան անհուսալի։ Այդ ախտով հիվանդ ժողովուրդը միշտ էլ ներքուստ պառակտված է, միշտ էլ պատրաստի որս իր գիշատիչ հարևանների համար։ Կույր եւ բարբարոս կուսակցամոլությունը պիտի թուլանա, որ ուժեղանանք ազգովին։ Եկեղեցական, ուսուցիչ, գրող, գիտնական, զորական, գործիչ ահա ընտրանի։ Օրգանապես ապաքաղաքական է ընտրանի, որով բացարձակապես անկուսակցական պիտի լինի դա։ Եվ ամենակարևորը հասկանանք,
Նժդեի խոսքերն են, որ հայը պատճառ չունի կուսակցականանալու, իսկ մեր ժողովրդի թվական տկարությունը, մեր հայրենիքի աշխարհագրական դիրքը եւ երեկվա մեծ եղերնը եւ հիմա ավելացնենք այն ամենը, ինչ որ տեսանք այս տարիներին, կբավ են գիտակցելու, որ հայը կուսակցականանալու նաեւ իրավունք չունի։ Մեր մեծերի իմացությունը դա ազգային կարևորագույն արժեք է։ Մենք պետք է այդ արժեքները օգտագործել սովորենք։ Հիմա ես ուզում եմ դիմեմ հայ ազգին, հարգելի հայրենակիցներ, ուշադիր նայեք այդ կուսակցությունների մեջ խմբավորված անհատներին։ Ես հատուկ չեմ ասում անհատականություններին։ Քաղաքական իշխանության հոգեկան խանգարվածություն, հարստատենչություն, մեկը մյուսի նկատմամբ անհանդուրժելիություն, ատելություն, եսականություն, ամբողի բնազդների դեմ կեղծավորություն ու ստորաքարշություն, աթոռապաշտ եւ պաշտոնատենչ ստախոսություն, չարաշահող կապիտալից կախվածություն, այլամետություն եւ հայամերժություն, քաղաքական խոստումնադրժություն եւ ծախվածություն։ Ուշադիր նայեք այդ մարդկանց եւ այն արդյունքները, ինչ որ դուք կտեսնեք ընտրություններից հետո, հիշեք իմ ասածը եւ կամաց նաեւ դիմում եմ հասարակության առողջ մարդկանց, թող սրանք լինեն ինչ որ չափով փոքր ներդրում, փոքր իմպուլս Հայաստանում նոր պետական համակարգի ստեղծման փորձի ինչ որ մի քայլ։ Մենք պետքա վերացնենք այս մոդելը, հասարակարգային այս համակարգը եւ ստեղծենք իսկապես մեր արժեքներին եւ մեր վիճակին, մեր իրական առաքելությանը համապատասխան պետություն, պետական մոդել, պետական կառավարման ձև, պետաիրավական ռեժիմ եւ հասարակական տնտեսական հարաբերություններ, մեծ էֆեկտիվություն եւ հզորություն ենթադրող։ Հիմա 97-ին Փաշինյանին մերժեն, թե չմերժեն։ Անպայման մերժել, բայց ես հիմա մի փոքր բան էլ ասեմ ու կանցնեմ մերժելու։ Հիմա այդ նույն հեղինակը, որը այն արձանը դրել էր, որ տեսակ, այդ հեղինակը նկարել է մի նկար։ Կոչվում է Պարլամենտի դեգրադացիան։ Շատ կրեատիվ հեղինակ է։ Այն մեծը ցույց տվեց։ Ցույց կտամ։ Սա մեծն է։ Այս նկարը ես ինչքան գիտեմ վաճառվել է 12 միլիոն ֆունտ ստերլինգով Բրիտանիայում։ Սա ուղղակի բրիտանական պարլամենտը չի։ Սա ամբողջ մարդկության տրամադրված, այսպես ասած, խապկանք հասարակության ժողովրդի կողմից իշխանություն ձևավորելու կարևոր բաղադրիչի, ժողովրդավարության քաղաքական բաղադրիչի կարևոր ենթաբաղադրիչ կուսակցությունների եւ ընտրական իրավունքի արդյունքն է։ Կուսակցությունների ընտրական իրավունքի արդյունքն է սա։ Սա բոլոր երկրներին է վերաբերվում։ Այս նկարի առանձին հատվածները մեծացրած, որպեսզի ավելի լավ երևա։ Դուք կարող եք մտնել ինտերնետ, պարլամենտի դեգրադացիա, ուրեմն նկարը նայել։ Հիմա ուզում եմ ես խոսեմ մի շատ կարևոր բանի մասին։ Այնինչ որ ես հիմա նոր խոսեցի ես մեր նկատմամբ հայեցակարգային մոտեցման, մեր երկիրը ոչնչացնելու, մեր քաղաքակրթությունը ոչնչացնելու եւ մեր ազգը ոչնչացնելու եւ մեր կողմից անհրաժեշտ ֆիքսեցի այդ մոդելը փոխելու անհրաժեշտությունը, մոդելը փոխելու մասին ես կխոսեմ մյուս հաղորդումների ժամանակ, կառավարման նոր համակարգի եւ այլը, որտեղ չեն լինելու կուսակցական համակարգ եւ չի լինելու ընդհանուր ընտրություններ, բայց քանի որ մենք հիմա գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ մենք պետք է ստիպված իրավիճակային լուծման գնանք, ընդ որում այնպիսի լուծում, որը չենք կարող տեղադրել ռազմավարական լուծման մեջ, որովհետև այն մակարդակը այդ ընտրական բանում ես չեմ տեսնում այդ անհատականությունը, որ կարա մոդել փոխի այս բանում։ Ամեն դեպքում կրիտիկական այս վիճակում մենք պետք է հասկանանք մի բան, որ
Այն անձը, որ մոտենում է այսօր իշխանությանը, ինքը որ մոտենում է տարբեր իր քարոզարշավի ժամանակ տարբեր մարդկանց, ինքը իր անելիքների կոպիտ ասած, շատ կոպիտ ասած 95%-ը թաքցնում է։ Եվ դա թաքցվում է ինչի համար, որովհետև եթե ինքը դա ասի, հնարավոր է ընդհանրապես ինքը չի ընտրվի, եթե ինքը դա ասի։ Իսկ ինչ է ինքը իրականում անելու։ Եվ ինքը իրականում դա անելու է մի քանի գաղափարների ներքո, հատկապես ուրեմն խաղաղության գաղափարի ներքո եւ խաղաղության գաղափարի հետ ինքը օգտագործելու է նաեւ Եվրամիությանը ինտեգրվելու գաղափարը։ Բայց այդ գաղափարները ինքը ոչ թե ինքը ուղղակի չգիտի, որ խաղաղություն չի լինելու, ինքը լավ գիտի, որ խաղաղություն լինել չլինելու հարցը չի ստեղ։ Կամ ինքը չի որոշում։ Ինքը խաղաղությունն օգտագործում է որպես պատրվակ գաղափար։ Պատրվակ գաղափար Հայաստանը երկու պետության հանձնելու՝ Ադրբեջանին եւ Թուրքիային։ Բայց որpիսի ինքը կարողանա խաղաղություն գաղափարը որպես պատրվակ օգտագործի, ինքը պետք է 1-2 քայլ անի։ Իսկ որոնք են այդ քայլերը։ Ինքը Եվրոպական միության հետ ինտեգրվելու, այսպես ասած, գաղափարը հնչեցնելով եւ իր մտադրությունների մասին ասելով տարբեր ամբիոններից եւ այլը, ինքը պրովոկացիա անելու Ռուսաստանի ինչ որ քայլեր կատարելու մեր տնտեսական, մեր ընդհանրապես բարեկեցությանն ուղղված։ Խոսքը վերաբերում է եւ Ռուսաստանի շուկայից մեր գործարարների օգտվելուն, վերաբերում է Ռուսաստանից տրանսֆերտների, ուրեմն Հայաստան մտնող ուրեմն փոխանցումների դեմ որոշակի քայլեր անելուն, վերաբերում է հնարավոր է լինի նաև գազի հետ կապված որոշակի որոշումներ, գազի գների հետ կապված եւ մի քանի այլ տարբեր որոշումներ, եւ դա ինքը դա լինելու է ոչ փաթեթային, դա լինելու է 1-2 ինչ որ քայլ Ռուսաստանի կողմից ինքը հրահրելու է դա։ Եվ դրանից հետո ինքը ներկայացնելու է իր լրատվամիջոցներով, որ Ռուսաստանը ինչպես եղավ նախկինում, շատ չծավալվեմ, ուրեմն Ռուսաստանը հայերի կենսակերպի դեմ է, բարեկեցության դեմ է, մեզ վրընդում է հայերին եւ այլը։ Ես ասել եմ ձեր անցած հաղորդման ժամանակ, որ ռուսա մեջ ոչ մեկի բանը չեմ ներկայացնում, ես ազգայնական մարդ եմ, երկիրը ոտի կանգնեցնել ունեմ ես միտված, բայց ես նաև պրագմատիկ մարդ եմ եւ նաև հասկանում եմ կոնկրետ մեր ռեսուրսապահովվածության մակարդակն ավելացնելու համար կոնկրետ պրագմատիկ քայլերի կարևորությունը։ Եվ այս պահին կոնկրետ իր գործողությունները միտված են լինելու ներքին կարծիք ապահովելու, այսպես ասած, հասարակական, որ մենք այլընտրանք չունենք, քան Ադրբեջանին եւ Թուրքիային տրվելու, այսինքն մենք ուրիշ տեղից այդ տնտեսական ռեսուրսները, դրանք կոչվում են երկրի ընդհանրապես ասեմ, մի կարևոր տերմին կա, դա կոչվում է ստրատեգիական դեֆիցիտ ռեսուրսներ, այսինքն այն ինչ որ քո կենսագործունեության համար, քո կյանքի համար շատ կարևոր են, բայց դու չունես, դու ներկրում ես, այդ դեֆիցիտ ռեսուրսները, ուրեմն այս պահին մենք շատ կարևոր ռեսուրսներ ստանում ենք Ռուսաստանից, ինքը այնպես անելու, որ ու մեզ ուղղորդի դեպի Ադրբեջանի կողմը եւ դրանից հետո ինքը օգտագործելու է ուրեմն այսպես ասած կեղծ խաղաղության գաղափարը եւ այդ խաղաղության գաղափարի ներքո իբր մեր կենսապայմանները, մեր բարեկեցությունը ապահովելու օժանդակության դիմաց նաեւ բերելու է Հայաստան ինքը պարտադիր չի ինքը բերի 300,000, որ ասում ես 300,000 ադրբեջանցի չեն բերելու, այդ 300,000 ադրբեջանցին կարա ասի 300,000 չեն բերել եմ, ենթադրենք 250,000 կամ բերել եմ 50,000, կապ չի, այստեղ խնդիրը թիվը չի։ Այստեղ խնդիրն այն է, որ եթե այստեղ ադրբեջանցիներ մտան, մեր ռազմական հզորությունը եւ ընդհանրապես երկրի հզորությունը adekvat չի այդ ադրբեջանցիների մտնելուց հետո պրովոկացիաների արհեստականորեն ուրեմն պրովոկացիաների արդյունքում ադրբեջանական զորքի Հայաստան մտնելու եւ ոչ միայն ադրբեջանական հնարավոր է նաեւ արևմուտքից թուրքական զորքերի հիմա ինքը ամեն ինչ անում է այստեղ խնդիրը դրված է որ հայկական պետականության ուրեմն ոչնչացման հարց է դրված եւ
անկլավներն է ինքը տալու խաղաղության պատրվակով, փակվելու են ուրեմն հանրապետական նշանակության ճանապարհներ, Թրամփի կոչված ճանապարհը այդ ուղին, որը իրականում մեծ Թուրանի ճանապարհն է, այդ Թուրանի ճանապարհով ուրեմն բացարձակապես ամբողջ հարավը ոչնչացվելու է, վերցնելու են իրանք, կապնավ ընդհանրապես վերանալու Իրանի հետ, Սյունիքովան եւ այլն, բացելու է սահմանները ամբողջ տնտեսական ժողովրդագրական էքսպանսիա երկու կողմից, հայ արտադրողը չի կարողանալու մրցակցի յուղացին, ընդհանրապես այդ արտադրողների երկու կողմից էլ մտնելու են, չի կարողանալու այդ ապրանքների դեմ ինքը մրցունակ ապրանք արտադրել գնի առումով եւ նաեւ ցանկացած տարածքի զիջում ինքը ներկայացնելու է, որ մենք այլ տարբերակ չունենք, մենք պետքա ուրեմն խաղաղության անվան տանք, մենք պետք է տրվենք այս երկրներին։ Հիմա այս խելագարությունները խնդիր չկա, իր համար բացահայտել են խոսում, ամեն ինչն էլ ասում են։ Հակընդեմ, հակակշիռ որպես չէ՞ որ ամեն ինչը գեոքաղաքական նշանակություն ունի եւ այդ համատեքստում է, այդ ծիրի մեջ է, ասենց ասենք, Ռուսաստանից բահակակայլեր չեն ելնելու։ Սենց ասեմ, այն ինչ որ ես տեսնում եմ, Ռուսաստանը ինքը եթե ինչ որ քայլ անի, կոշտ կտրուկ ինքը անելու է ռուսական բազայի դեմ այս Հայաստանի իշխանության, եթե այս անձի խումբը մնա, ուրեմն ոտնձգությունների արդյունքում ինքը հնարավոր է դա ընդունի որպես իրավական հենք, իրավական բազա ունենալ, բազա ունի ինքը, որտեվ այդ բազան ստեղ 40 տարով այդ իմիջիայլոց ասեմ, դա կոչվում է կետային վերահսկում գեոպոլիտիկայի մեջ, եւ կետային վերահսկում տերմինը, կետային ներկայացում տերմինը ինքը ճիշտ ձևով այդ երևույթը պետք է ճիշտ ձևով օգտագործի, եթե մենք խելք ունենք մի քիչ ավելի խորագետ լինենք քաղաքականության մեջ, շատ ավելի ռացիոնալ կարող ենք օգտագործել եւ ավելի շատ աշխարհաքաղաքական դիվիդենդներ ունենալ։ Հիմա չեմ ուզում ծավալվեմ շատ այն կողմերի վրա, ես ուզում եմ ասեմ նաեւ մի շատ կարեւոր բան, որ մարդիկ տեղյակ չեն։ Ես վերջերս լսում էի տարբեր գյուղերի բնակիչների տեսանյութեր, թե ինչ կարծիք ունեն այդ մարդիկ ուրեմն այս իշխանությունների մասին։ Մարդիկ ասում են, որ իրենց թոշակը բարձրացրել է, ճանապարհ է սարքել, ընդ որում մեկն ասում է, ես գոհ եմ իշխանությունից ճանապարհ է սարքել, բայց այնց են սարքել, ես փլվում է այս ճանապարհը իմ տան վրա, լավ չեն սարքել, բայց գոհ եմ ես այդ ճանապարհի իշխանությունից։ Եվ նաև ասում են մարդիկ, որ ուրեմն իրենց առողջությամբ զբաղվում ինչ որ անվճար իշխանությունը եւ այլն։ Ես ուզում եմ այդ մարդկանց ասեմ, որ դուք իմացեք։ Այն ասֆալտը, որ ինքը անում է, ինքը այդ ասֆալտն անում է ամեն տարի Հայաստանի պետական արտաքին պարտքը $1 միլիարդ ավելացնելով, եւ դա դուք եք տալու, դա ձեր բարեկեցության հաշվին է, ձեր բարեկեցության դիմաց է տալիս դա։ Դա մեկ, երկրորդը։ Այն ինչ որ ինքը անում է, ձեր տված հարկերից է եւ շատ բազմապատիկներ անգամ ավել պետքա նորմալ իշխանությունը աներ ձեր համար, որի մասին դուք նույնիսկ տեղյակ չեք, թե ինչ է հնարավոր անել։ Եվ բացի դրանից այն ինչ որ հիմա դուք շարունակում եմ էլի բաներ կան, որ դուք իմացեք, ադրբեջանցին ու թուրքը մտնելու են, փակելու են ճանապարհները, ձեր հարևանությամբ ապրելու են, ստիպելու են ձեզ նվաստանակ իրենց արչև եւ կամած կամ իրենց կոշտ, կոպիտ ազդեցությամբ կամ փափուկ ուժի ներգործությամբ դուք հեռանալու եք Հայաստանից։ Հյուսիս եւ հարավ։ Պարոն Սարիբեկյան, ավարտում ենք 1-2 րոպե, որպեսզի ավելի པարզ լինենք ու հասկանանք էլի այդ վերլուծությունը, որ դուք արեցիք։ Ես ճիշտ եմ հասկանում, ամեն կերպ սա սադրելու է, որովհետեւ հեսա Մարկո Ռուբիոյա գալիս, այսինքն վաղնա գնալու ձայնագրությունը արդեն տեկած լինի։ Եվրամիությանը շախուստը եկավ, սադրելու է ամեն կերպ, որպեսզի Ռուսաստանը գնա ուժային գործողությունների։ Սադրելու է ամեն ինչ, որ Ռուսաստանը սկզբից անի վնաս պատճառի իր ներքին օրենսդրությունը փոխելով հայերի նկատմամբ։ Լավ։ Վնաս տա Հայաստանին եւ ինքը այդ վնասը որպես օգտագործի մյուս գործողությունների համար։ Իսկ Ռուսաստանը, եթե այստեղ միջամտի էլ, ճիշտ ասած ես չէի ուզի երբեք որևէ պետություն ստեղ միջամտել։ Ես պարզա, որ մի քիչ ուրիշ հայացքներ ունեմ։ Եվ եթե նույնիսկ ինքը ստիպված լինի, ինքը միջամտի, ինքը ստիպված է լինելու հավանաբար ռազմական բազայի հետ կապված։ Բայց ինքը սпасելու է
եթե միջամտելու ժամանակ մենք այնպիսի վիճակում ենք լինելու, Աստված չանի, որ հանկարծ ինքը ուրիշ աշխարհակաղակական պահանջներ ներկայացնի մեզ, եւ դա շատ վատ կլինի, եւ մենք հիմա, եթե այս անձին ընտրենք, մենք գնալու ենք միջև անգամ պետության, եթե նույնիսկ ինքը որպես կազմավորում էր վրա ուրիշ ստատուսով գոյության, եւ դա չեմ ուզում լինի, ես ուզում եմ մնա Հայաստանը ինքնիշխանության հարաբերական ինքնիշխանություն, այսպես ասած, մակարդակը բարձրացնի, իր ստատուսը բարձրացնի, ռեսուրսը ապահովություն, բայց ներողություն, ես այդտեղ կարևոր մի քանի բան կա, ուզում եմ էտել ասեմ, նոր շատ կարճ, որովհետեւ մի բան էլ անցել ենք 2 րոպե։ Ժողովուրդը նաեւ թող իմանա, որ այս անձը հանձնարարել է, որ կանխիկ դրամը պետք է հանի։ Հայտարարել է, որ կառավարության նիստից ժամանակ կանխիկ դրամը պետք է հանի։ Դուք պետք է հայտարարագիր տաք, եթե այս անձը անցնի։ Բոլորդ, բոլոր քաղաքացիները, բոլոր գյուղացիները, բոլոր թոշակառուները պետք է հայտարարագիր տան։ Դրսից այդ ձեզ տրամադրված օգնությունները հարկվելու են։ Դուք կանխիկ դրամը հանելուն ուղղված հետևողական քայլեր անելու եւ արդյունքում ինչա լինելու, եթե դες թվում է դուք ընդամենը այդ կանխիկ դրամը հանելուց հետո այդ քարտերից օգտվելու եք ուղակի ոչ կանխիկ եղանակով, դուք սխալվում եք։ Կանխիկ դրամը չի հանում ուղակի դրա համար, դա հանվում է, որ ցանկացած այլ պահանջներ ներկայացնելու հնարավորություն ունենա այդ կանխիկ ոչ կանխիկ դրամի ամբողջ այդ համակարգի տնօրինելու արդյունքում փակելով այդ քարտերը եւ ձեզ պատժամիջոցների պատժելով եւ օրինակ մտնելու է, ասեմ ինչա լինելու է ուրեմն ընդունելու են թվային օրենքներ, թվային իրավունք է կոչվում, եթե որևէ մեկը երկու պատրվակ գաղափար է դրվելու մարդու իրավունքների խախտման դեպքում եւ պետության անվտանգության ուրեմն վնաս պատճառելու եւ հնարավոր վնաս հանդիսանալու դեպքում ուրեմն տվյալ անձից սկզբից կհանվի մոտորապես տարբեր թվեր կառնի 100-ից 150 հազար դրամ, երկրորդ անգամ կրկնակի, երրորդ անգամ քարտը կփակվի եւ դա կարող է լինի ձեր հայրենիքը պաշտպանելու դիմաց, ձեր երեխաներին պատվաստումների առաջիկայում նախատեսվածը համավարակա լինելու, տարբեր, նույնիսկ եթե չլինի, տարբեր պատվաստումների ժամանակ եւ այլը եւ այլը։ Եթե դուք դուրս գաք այդ բաների դիմաց, ինքը փակելու է ձեր քարտը, դες ճնշելու է, իրեն ենթարկվի։ Եթե դուք խոսեք ադրբեջանցու այստեղ մտնելու դեմ, փակելու է ձեր քարտը, ձեզ տուգանելու է, դուք չեք կարողանալու նույնիսկ միտինգ անեք, նույնիսկ եթերով խոսեք, դնելու է օրենքով եւ ձեզ գալու է հաղորդագրություն, որ դուք տուգանվել եք այսքան փողով եւ ինչայլոց ասեմ, մինչեւ 300,000 դրամ տուգանքը դուք իրավունք չունեք դատարանում ուրեմն վիճարկելու եւ մի բան էլ շատ կարճ ասեմ եւ վերջ։ Դուք այս սատանիստական պրոյեկտն եք կատարում մարդկանց պարտադրելով ID քարտեր բոլորին, վերացնելով կապույտ պասպորտները։ Այն հանձնարարականները, որը ձեզ տալիս են, դա հակամարտկային էլիտան է եւ Եվրոպան գրավող էլիտան է, որը մտցնում է կենսաչափական այդ համակարգը եւ ուրեմն վերացնում է հասարակ կոնկրետ մեր մոտ են հասարակ կապույտ պասպորտները, կապույտ անձնագրերը։ Դուք իրավունք չունեք 16 տարեկան երեխային պարտադրել ID քարտեր։ Մենք քրիստոնեական պետություն ենք եւ քրիստոնեական հավատքը չի ընդունում մարդուն համարակալելու եւ մարդուն ուրեմն սատանիստական համակարգ մտցնելու, այսպես ասած, այդ համակարգի մեջ ներառելու բանը։ Ես առանձին հաղորդման ժամանակ խոսեմ այդ համակարգի մասին, ավելի հստակ, ավելի կոնկրետ, ավելի մանրամասը մյուս հաղորդման ժամանակ կասեմ։ Շնորհակալություն, պարոն Սարիբեկյան, որտեղ իսկապես թեմաները շատ են, խորքային են, իրենք ավելի sense առաջիկայի կամ ապագային են միտված։ Ամեն դեպքում ձեզ շնորհակալություն, չափազանցի ահագին բան խոսել, բայց ժամից ավելի անդրադառնում ենք, այսքանը թերևս մարսենք շատ շրջա sense էականորեն, եթե չասենք ճակատագրական կարևորագույն մի շրջափուլի ու հանգրվանի ենք հասել, առաջ Աստված։ Ես մի երկու բառել ասեմ, ակտիվ եղեք հարգելի քաղաքացիներ, ակտիվ եղեք, որ այս մարդու իշխանությունը չվերարտադրվի, դա կլինի աղետ Հայաստանի համար։ Վերելք ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Սասուն Սարիբեկյանն էր Live Armenia-ում այսօր։ Դուք ձեր դիտարկումները եւս գրեք մեկնաբանություններում, դրանք չափազանց կարևոր են մեզ համար։
Շնորհակալություն նաև ձեզ ուշադրության համար, մեր ալիքին բաժանորդագրվելու համար եւ իհարկե շնորհակալ ենք, որ այսքան ակտիվ միանում եք մեր Patreon-ին, որի QR կոդը հատեցնում եք ձեր էկրաններին։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։